Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արարատյան խոհանոցն է Սեդրակ Մամուլյան խոհարարական ստուդիայից։ Շարունակում ենք ձեզ ներկայացնել մեր մարզային խոհանոցներից կերակրատեսակներ։ Այսօր ներկայացնելու ենք ձեզ Շիրակի մարզին բնորոշ մի կերակրատեսակ եւ նաեւ մեկ խավարտ, այսպես ասած, եւ այդ գործում ինձ օգնելու է իմ հյուրը հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության անդամ, Սեդրակ Մամուլյան խոհարարական ստուդիայի շրջանավարտ, Ղարս ռեստորանային համալիրի ավագ խոհարար եւ մեր լավ բարեկամ Նիկոլայ Բալյանը։ Ողջույն, Նիկոլայ, ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալություն, շատ լավ։ Ապրես, որ ժամանակ ձեզ արդեն շատ լավ է։ Շատ շնորհակալ եմ, որ ժամանակ ես գտել։ Ունենք երկու այսպես բաղադրատոմսի համար մթերքներ, ինչ ենք պատրաստելու։ Պատրաստելու ենք խոզի կաշվով ռուլետ, սառը նախուտեստ։ Այո, Շիրակի մարզի։ Դրա համար մեզ պետք է խոզի կաշի, խոզի աղացած միս, ես կաշին կմշակեմ, դուք էլ աղացած միսը կհամեմեք, կտապակեք։ Այո։ Համեմելու ենք աղ, սև կարմիր պղպեղ վերջում կանենք եւ սխտոր։ Եվ սխտոր, այո, եւ այստեղ ծնեբեկից ձվածեղ կպատրաստենք, ծնեբեկի մասին մի քիչ երկար կխոսենք, մեր հասարակության մեծ մասը թող ավելի մոտիկից ծանոթանա, բայց դա կանենք ռուլետը պատրաստելուց հետո որոշակի ժամանակ ընթաց պիտի սառչի եւ նոր ներկայանա մեզ։ Գնացինք դե։ Դու մշակում ես։ Այո, ես մշակեմ կաշին։ Ես պատրաստեմ տապակել, սխտոր վերցնեմ։ Ինչ տրամադրություն։ Շատ լավ։ Շատ լավ տրամադրությունով եմ եկել։ Այո։ Ձեր հետ աշխատելը միշտ էլ հաճելի է։ Այո, ընթացքը ցույց տվեց, որ մեր ստուդիայի որոշ շրջանավարտներ արդեն տարբեր ռեստորաններում արդեն կայացել են, նույնիսկ ավագ խոհարարներ են եւ շատ կարեւոր է, որ մենք կապը չկորցնենք, պահենք կապը եւ նաեւ ինչու ոչ հնարավորություն ստեղծենք, որպեսզի շարունակվի մեր համատեղ համագործակցությունը, իսկ համագործակցությունը խոհարարների մեջ մոտ ներողություն, խոհարարների մոտ շատ արդյունավետ կարող է լինել։ Այո, մեր կաշին պատրաստել, մենք կարող ենք կավան վերցնել արդեն։ Այո, եռացրած ջուրը սա է, խնդրեմ։ Ես խոզի կաշի այսպես օգտագործելը տեսել եմ, երբ որ ես Վրաստանում էի ապրում, ես մինչև 13 տարեկանը Վրաստանում եմ ապրել, խոզը մորթում էին, խանձում էին, հետո ջրով գեղեցիկ մաքրում, պոկում էին, հետո երեխաները մենք հավաքվում էինք վանի շուրջ, այդ մորթողների իհարկե, դա առաջի այդ սնունդն էր, որ երեխաներին բաժանում են։ Մեր մոտ էլ են հիմնականում տենց օգտագործել ու սալտիսոնի։ Սալտիսոն, այո։ Սալտիսոնի մեջ։ Դե սալտիսոնի հետ կապված մենք նորից ցուցադրենք իհարկե մեր հեռուստադիտողներին, մի քիչ աղ ավելացնենք, լոտուս ապրանքանիշի աղը, մենք այս պահին տապակում ենք խոզի միսը, որ այդ ռուլետի միջուկն է, արեցին աղ չարեցին, չէ։ Աղը մի քիչ վերջում, մի քիչ սկզբից, մի քիչ վերջում։ Սա տապակելու ենք, թողելու ենք սառի մոտ 1 ժամ։ Լցնելու ենք, փաթաթելու ենք։ Հա, միջև մեր կաշին եփի, այսինքն կդնենք։ Ես այդ ընթացքում ցույց տամ մեր հեռուստադիտողներին, թե ինչպես է մշակվում ծնեբեկը։ Բարեկամներ, ծնեբեկը հիմա արդեն նաև ջերմոցային պայմաններում են աճեցնում, շատ հիանալի մթերք է, նորից վայրի ուտելի բույս է, վայրի եղանակով էլ է իհարկե աճում, եւ շատ դեպքերում ծնեբեկը անվանում են նաև արքայական բույս, որովհետեւ շատ սննդային արժեքներով է հարուստ եւ հատկապես օգտակար է
շաքարախտով տարապող հիվանդների համար, բնական ինսուլինի պարունակության հետ է կապված։ Այս ներքևի մասից սկսում ենք, եթե ջարդվեց, ուրեմն մատղաշ է, կարելի է օգտագործել։ Ջարդվեց, մատղաշ է, ահա։ Սա ենք փորձում, այսինքն, եթե չի ջարդվում, ուրեմն ծեր է, ինձ նման դախած է կարծեմ։ Մաղադանոս կտրենք։ Նիկոլայ ջան, այ բավականին ժամանակ է, ես լավ չեմ հիշում, քանի տարի ավարտեցի արդեն։ 6 տարի կլինի։ 6 տարի կլինի, որ ավարտել ես արդեն մեր ստուդիան եւ արդեն դու ավագ խոհարար ես, իսկ դա արդեն այլ լրիվ մթնոլորտ, այլ արդեն պաշտոն, պատասխանատվություն, այո, ինչ ես կարծում այն սկզբնական, հիմնական գիտելիքներն ու կարողությունները, որ դու ստացար մեր ստուդիայում, գովազդ եմ անում, էլ է մեր ստուդիան, օգտակար եղավ կյանքում, թե ոչ։ Պարոն Մամուլյան, շատ օգտակար եղավ։ Առաջինը այն, որ գնում ես միտեղ աշխատանքի ստեղ Հայաստանում եմ ասում ես ավարտել եմ Մամուլյանի դպրոցը, դա արդեն կանաչ լույս է։ Մեկը այդ առաջինը, որ դա կանաչ լույս է։ Երկրորդն բայց դա պատասխանատվություն պիտի լինի նաև եւ պատասխանատվություն։ Այո, ամեն մարդուց է կախված։ Ես սովորելու ընթացքում հենց ավարտեցի, մի օր անգամ տունը չեմ, հենց հաջորդ օրվանից ես սկսեցի աշխատել։ Բույրը արդեն լավն է։ Լավն է, չէ՞ արդեն։ Ավելացնենք մաղադանոսը։ Մի քիչ աղը։ Սև պղպեղ։ Սև պղպեղ։ Եվ վերցնենք կրակից, իմ կարծիքով, որ շատ համեմունքը չկորչի իր ուժը։ Բերենք այստեղ, հիմա կաշին տեսնենք, թե ինչ եղավ։ Կաշին դեռ իմ կարծիքով դեռ մի 10-15 րոպե պետք է եփի։ Հա? Այո։ Դե մի 10-15 րոպե կաշին եփի, սա էլ արդեն կսարչի, հա։ Մենք սա արդեն կարող ենք տեղավորել սառնարանում։ Տնենք մի կողմ թող սարչի։ Նու սարչել ասածը լրի պիտի սառը չլինի, մի քիչ տաքով բան կանենք, նոր արդեն ռուլետը փաթաթելուց հետո կտեղադրենք սառնարան, որտեղ պիտի մնա մի ժամ, նոր արդեն մի ժամ որ մոտենա, ծնեբեկը կպատրաստենք, որպեսզի կարողանանք ծնեբեկը տաք եւ ռուլետը որպես նախուտեստ մատուցենք։ Այսինքն մենք կսպասենք 15 րոպե։ Նիկոլայ ջան, արդեն եփվեց կաշը։ Այո։ Ոնց տեսնում եմ։ Արդեն պատրաստ է մեր կաշին։ Հիմա հանենք թռենք, այսպես թող սարչի մի քիչ։ Դեմ չես, այս կողմից կսկսենք, որ այս կիսված մասը սկզբից լինի։ Եվ ինչ կարծիք ես, եթե հիմա մի քիչ աղ, մի քիչ տենց Աղ պղպեղ կանենք հիմա։ Փաթաթելուց հետո այդ սննդային թաղանթով ամուր կփաթաթենք, այո։ Եվ ուզում եմ նաև մի բան նշել, որ այս բանը չեմ հիշում, որ կերակրատեսակներ պատրաստում էինք էլի Շիրակի մարզից եւ այնտեղ մեկնաբանություններում կարդացի, որ երիտասարդը հարցնում էր, եթե Հյումրեցի, եթե Շիրակի մարզից է, ես չեմ լսել այսպիսի կերակրատեսակներ, բարեկամներ Կասկածի
տեղիք չի տալիս, որովհետև մենք տեղիք տալ պետք չի, որովհետև մենք այն նյութերը, որոնք որ ներկայացնում ենք, նորից վերցված է հենց Շիրակի մարզից եւ շատ հնարավոր է, որ որոշ մարդիկ տեղյակ չլինեն, որովհետև մենք նախ շատ ենք հեռացել մեր ավանդույթներից, երկրորդ գյուղի այսպես տարբերությունը արկա է եւ բոլոր մարզերում այդպիսի իրավիճակ է։ Ցավոք սրտի։ Նիկոլայ ջան, ես երբևիցե չեմ պատրաստել, գիտես դեռ այսպիսի այս կերակուրը, կարծիքով լավ նախուտեստ պիտի ստացվի, նախուտեստը մեր հասկանալի լեզվով ասած զակուսկի։ Դնենք սառնարան և մեկ ժամից հետո արդեն ծնեբեկի կերակրատեսակի հետ կմատուցենք որպես սառը նախուտեստ։ Սիրելի հայրենակիցներ, արդեն մոտեցավ ժամանակը, որպեսզի ծնեբեկը պատրաստենք, մի ծնեբեկը կպատրաստենք, արդեն ռուլետը կլինի արդեն։ Խնդրում եմ այս հաստերը կարող ենք կիսել։ Կիսել ես դնեմ արդեն լավանը։ Այո։ Պատրաստ է։ Կարող եք լցնել։ Այո։ Ծածկենք կափարիչը, կերա, մենք նախապատրաստենք սամիթը, ձուն, ես ոնց որ հասկացա, դու բնական ծնեբեք արդեն հավաքել ես, ունես այդ փորձը։ Շատ ենք հավաքել։ Այո, ինչ ես կարծում, խորերը, որպեսզի ավելի լավ պատկերացնի կամ ընդհանրապես ավելի որակային առումով աճ ունենա, ինքը պարտավոր է, չէ, այդ մթերքներին, այո, տեսնի, նույնիսկ աճեցնի, նույնիսկ իմանա դրա աճեցնելու, այսինքն գյուղատնտեսության հետ անմիջական կապը կարծում եմ պարտադիր է։ Սկսեց եռալ, եռալուց հետո ծնեբեկը իհարկե եթե մատղաշ է, 1.5-2 րոպե, ոչ ավել, երկար շոգեհարել չի կարելի։ Մենք հիմա իրականացնում ենք քիչ ջրով շոգեխաշելու ջերմային մշակման եղանակը։ Կարող ենք իհարկե ծնեբեկը օգտագործել նաև շատ բարձր ջերմաշանով այլ գրիլ ապարատի վրա կամ առանց ձեթի տապակի վրա բովելու, այսպես տարբերակը, նույնիսկ խորովելու եւ մի քիչ աղ ու մատուցել մատուցման իրավիճակ ստեղծել։ Այնպես որ ծնեբեկի եւ ընդհանրապես վայրուտելի բույսերի հետ աշխատելը շատ կարևոր է եւ շատ նուրբ պիտի աշխատենք, որպեսզի այն ամենով ինչով որ հարուստ է պահպանենք վայրուտելի բույսից, վայրուտելի բույսը նախ եւ առաջ վիտամիններով է հարուստ, վիտամինների կորուստ չունի։ Աղը արեցինք։ Աղ արել։ Իսկ սև պղպեղ, մի քիչ սև պղպեղ։ Իսկ այդ ընթացքում տեսնենք, թե ինչ վիճակի մեջ է ռուլետը։ Բույրը, պիտի տեսնեք դու, բույրը պիտի զգաք բույրը։ Ահա, հիմա ձուն արդեն։ Ռուլետը պատրաստ է, կանաք շարենք արդեն։ Այո, սա էլ է պատրաստ արդեն, բայց կփորձենք, ամենահաստ կտորը կվերցնենք, այո, ինչպես նշեցի, մի քիչ հյութ պիտի լինի, հիմա յուղ ավելացնենք, իսկ յուղ, ինչպես միշտ,
Մենք ավելացնում ենք Բոյարսկոյե յուղը եւ ձուն ավելացնելով պիտի խառնենք։ Այսինքն ոչ թե հենց չոր ձվածեղ պիտի լինի, այլ խոնավ, սոուսատիպ, այո։ Եվ այս պահին ծածկում ենք։ Արդեն նորմալ է։ Այո, Վերցնել։ այո։ Մի անգամ այն ճիշտ ես։ Այս ջուրը հյութ է, որը պիտի վերջում, այսպես հացով, Թաթախելով ես կուզենամ մի կարմիր ինչ-որ մի բան դնել կողքը, արմիտ դնենք։ մի բան ինչ-որ բացի լինի, էլի։ Պրպր։ Տասար ժամանակ։ Ես տասվում է, գիտես, երիտասարդ ժամանակ։ Ուղղակի այսպես բացենք գույնը եւ մատուցենք ծանեբեկով ձվածեղ եւ Շիրակի մարզին բնորոշ հատուկ այսպես Խոզի կաշիով։ խոզի կաշվով ռուլետ եթե այսպեսի մի քանի կտոր կանաչի տեսնեք այսպես կարծեմ ստացվեց ուզում եմ դու քո կարծիքը քո ցանկությունները կամ քո խորհուրդները մեր հեռուստադիտողներին խնդրեմ Նիկոլայ ջան ինչ կցանկանաս Ես նախ ռուլետը պատրաստելուց հիմա մենք քանի որ մի քիչ վրազեցին Այո մեր համաչափ չեղավ կտրելուց ինքը դոնդողը լավ չէր պնդել արդեն այո Ստան պայմաններում արդեն որ երկար մնա ինքը եթե 1 օր մնա հիանալի կտրվի իհարկե արհեստական ինչ որ դոնդողներ են ավելացնում բայց չեմ կարծում որ ինքը կաշվի մեջ կա Կաշվի մեջ կա որտեղ կաշին այնուամենայնիվ ջլային հյուսվածքն է որը պարունակում է դոնդողային ինչ որ նյութ Եթե կաշին ավելի շուտ եփեն հետո միսը կաշվի ջրով կաշվի ջուրը մի քիչ լցնեն մսի մեջ ավելի լավ կստացվի իրանց ռուլետը Հիանալի դու նշեցիր որ ձեր շրջանում ձեր պատմական հայրենիք այդ շամփորում երբ որ ապրում եք խոզի մսի հետ բազմաթիվ կար լուծումներ բազմաթիվ տարբերակներ պատրաստելու եւ նշեցիր որ այդ ամենը անցել է Ես իմ լսելով որ մեր կոմի ժողովուրդը սովորել են գերմանացիներից ես էլ այդպիսի ինֆորմացիա ունեմ այդտեղ Ծալկայում Բոլնիսում որտեղ որ եղել են Իմ պապն է միշտ պատմել որ այդտեղ գերմանացիներ են եղել ու այս ամենը իրանք սովորել են գերմանացիներից Շատ լավ է շնորհակալություն գերմանացի ազգին Ապրես դու մեր հեռուստադիտողների անունից ուզում եմ քեզ շնորհակալություն հայտնել ապրես դու կեցես շարունակիր այդպես պատրաստել ստեղծագործել եւ վստահ եմ որ դու հասնելու ես քո երազանքներին ապրես դու կեցես Խոզի մսով ռուլետ Խոզի միս 3 կիլոգրամ, խոզի կաշի 2 կիլոգրամ, սև և կարմիր պղպեղ 8 գրամ, աղ 16 գրամ, սխտոր 20 գրամ, համեմ, սամիտ, մաղադանոս 40 գրամ, ձեթ 80 գրամ, տապակած ծնեբեկ Ծնեբեկ 250 գրամ, ձու 3 հատ, աղ, պղպեղ
Բարի ախորժակ։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօրվա համար պատրաստել ենք այսքանը։ Մեզ համար շատ կարևոր է, որ մենք գիտակցենք, որ ազգային արժեքները պահպանելու համար մենք ենք նախ եւ առաջ պատասխանատու, պահպանելու եւ փոխանցելու համար։ Պահպանենք ազգային արժեքները։ Այսպիսի գերագրատեսակներ ճաշակելու համար կարող եք այցելել Մեգերյան Կարպետ ընկերություն Մադոյան 9։ Լինենք առողջ ու երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք։ Ստեսյուն բարեկամներ։